Հայկ Ասատրյան Հայկ Ասատրյանը ծնվել է 1900 թվականի փետրվարի 5-ին Ալաշկերտ գավառի Երիս գյուղում։ Նրա արմատները գալիս են Տարոնից։ 8 տարեկանում նա կորցնում է հորը, Կիրակոսին։ Հայկը մնում է մոր խնամքին, իր քրոջ եւ եղբոր հետ միասին։ Հայկ Ասատրյանը հիմնական կրթությունը ստացել է իր ծննդավայրում, իսկ այն ավարտելուց հետո համալրել է ՀՅ Դաշնակցության աշակերտական միության շարքերը, այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի թեմական դպրոցում։ 1921 թվականի փետրվարյան ապստամբության ճնշումից եւ ձերբակալումից խուսափելու համար տեղափոխվում է Թավրիզ, որտեղից էլ զորավար Գարեգին Նժդեի հետ միասին գնում է Եվրոպա։ Եվրոպայում նա ուսանում է սկզբում Բերլինի բարձրագույն քաղաքական դպրոցում, իսկ 1930 թվականին Ասատրյանը ավարտում է Պրահայի Կառլով համալսարանի փիլիսոփայական ճյուղը դոկտորի աստիճանով։ 1935 թվականին գաղափարական տարաձայնությունների պատճառով դուրս է գալիս ՀՅԴ-ից ավելի վաղ, քան Գարեգին Նժդեը։ Դրանից հետո Հայկ Ասատրյանը մեկնել է Բուլղարիա, որտեղ ապրել եւ գործել է Գարեգին Նժդեի հետ միասին։ Հայկ Ասատրյանը եղել է տարօրինական շարժման հիմնադիրներից եւ գաղափարախոսներից մեկը։ 1938-ից 39 թվականներին Ներսես Աստվածատուրյանի հետ միասին Ասատրյանը խմբագրում էր Սոֆիայում հրատարակվող Տարոնի արխիվը։ 1944 թվականին համայնավարները գրավում են Բուլղարիայում եւ նոյեմբերին ձերբակալում են Գարեգին Նժդեին, Հայկ Ասատրյանին, Ներսես Աստվածատուրյանին եւ ուրիշներին։ Կարեն Մեհյանը կամ Սոսյաց տղան, ով հանդիսանում էր որպես Հայկի բանտային ընկեր, ասում էր իր մասին. Մարմնական տկարությունը ոչինչ էր փոխել իր մեջ ու ոչինչ պակասեցրել իր հիշողությունից, իր սիրուց ու ամառ հետաքրքրությունից դեպի հայրենիքը։ Գրեթե ամեն օր ցերեկվա առանձնության պահերին բառ էր վերլուծում կամ բառ էր շինում եւ վիճում էինք հաճախ։ Իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացել էր Հայաստանի վրա, խանդավառվում էր նրա ամենուի հաջողությունով ու գանգատվում էր նրա ամենուի ցավով։ Բանտարկության ծանր եւ անապահով տարիների պատճառով 1956 թվականի հունվարի 13-ին սրտի կաթվածից վախճանվում է Հայկ Ասատրյանը, մահվանից առաջ 3 անգամ բացականչելով «Ախ, Հայաստան»։